Արցախում մնացած վերջին հայը Միշա Գրիգորյանը, որը հայտնի էր դարձել ադրբեջանական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներով եւ Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի դատարանում տված ցուցմունքներով, մնացել է օկուպացված Արցախում, հայտնել է Ազատություն ռադիոկայանը։ Ըստ լրատվամիջոցի տեղեկության, Միշան Ստեփանակերտից դեպի Հայաստան եկող ճանապարհի կեսից հետ է գնացել։ Նա հրաժարվել է տեղափոխվել Հայաստան, վախենալով, որ այստեղ իրեն կարող են սպանել իր տված ցուցմունքների համար։ Ազատության հետ զրույցում Արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը պատմել է, որ Գրիգորյանն անգամ ոտքերն է ընկել ադրբեջանցիների, խնդրելով թույլ տալ մնալ Արցախում, իսկ երբ ադրբեջանցիները սպառնացել են սպանել նրան մնալու դեպքում, պատասխանել է, թե նա խնդրում է սպանվել հենց նրանց ձեռքով։ Այնուամենայնիվ, վերջին տեղեկություններով ադրբեջանցիները նրան մեքենայով հետ են տարել, սակայն նրա ներկայիս գտնվելու վայրն ու կարգավիճակը մնում են անորոշ։ Արցախում մնացած հայերին վերջին ամիսներին Ստեփանակերտի դղյակ հյուրանոցում են պահել, գերու պես արգելել ելք ու մուտքը, միայն հաց են տարել ու վերջ։ Կադրում Գյումրի-Երևան ավտոմայրուղին է Կաքավաձոր գյուղի Խաչմերուկի հատվածում ճանապարհն ամբողջությամբ փակվել է, միմյանց են բախվել 15 մեքենա։ Մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը վթարից տուժած 2 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակը բավարար է։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել Ford Magnus-ի մեքենաներից, հայտնել է փրկարար ծառայությունը։ Էրդողանի վարչակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է մեջբերում որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, թե Ռեջեփ Թայիպ Էրդողանը ստորագրել է հրամանագիր Հայաստանում զոհված զինվորների ընտանիքներին եւ հասարակության կարիքավոր անդամներին $10 միլիոն ֆինանսական օգնություն հատկացնելու մասին, ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը։ Թուրքիայի նախագահականը քաղաքացիներին հորդորում է չհավատալ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները թիրախավորող ապատեղեկատվությանը։ Առանց լրատվամիջոցների, առանց զոհվածների շիրիմներին մոտենալու հունվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ այլ պետական այրեր այցելել են Եռաբլուր զինվորական Պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Իշխանական թևը ծաղկեպսակ է խոնարել զոհվածների եւ անհետ կորածների հուշարձանին եւ հեռացել։ Չնայած հերոսների ծնողները վաղ առավոտից այնտեղ էին, պաշտոնյաներից ոչ ոք նրանց չի մոտեցել։ Դեռ լույսը չբացված հերոս տղաների ծնողներն են գնացել Պանթեոն, ինչպես նշել է վարանդայում զոհված Արման Ազատյանի հայրը Վիգեն Ազատյանը, եկել է, որ թույլ չտա պղծել որդու շիրիմը։ Օրեր առաջ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրությամբ հունվարի 27-ը սահմանվել էր հիշատակի եւ ոչ աշխատանքային օր։ Հերոս տղաների ծնողները բոյկոտել են այս որոշումը եւ շեշտել, իրենք ամեն օր են Եռաբլուր գալիս, իսկ հունվարի 27-ը ոչնչի հետ կապ չունեցող օր է։ Նախագծի հեղինակները ազգային ժողովի նախագահի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւ անկախ падգամավոր դարձած 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը Գեղամ Նազարյանը օրվա ընտրությունը պայմանավորել էին որպես առանձին, ոչ մի իրադարձության հետ կապ չունեցող օր։ Հանուն հայրենիքի նահատակված քաջորդիների համար Մայրաթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Հունվարի 27-ին զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օրը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հանդիսապետությամբ եկեղեցականաց դասի եւ հավատացյալները աղոթել են ննջեսյալների հոգիների խաղաղության համար։ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանում $100 միլիոն բյուջեով ծրագիր կիրականացնի 2026-ից 2030 թվականներին։ Այն ուղղված է երկրի կայուն զարգացմանն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Կառույցի մշտական ներկայացուցիչ Նացվիլիշվիլին ընդգծել է, որ հնգամյա այս ռազմավարությունը մշակվել է Հայաստանի կառավարության հետ խորհրդակցությունների արդյունքում, թիրախավորելով պետության համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտները։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել լայնածավալ միջոցառումներ, որոնք ներառում են սոցիալ-տնտեսական զարգացումը, ժողովրդավարական կառավարման համակարգի հզորացումը եւ կայուն տնտեսական աճի ապահովումը։ Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը անվանման բանաձևում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Վեաժողովը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման եւ քաղաքական դրդապատճառներով ենթադրաբար ձերբակալված անձանց թվի աճի կապակցությամբ, կոչ անելով երկրի իշխանությանը դադարեցնել հետապնդումները եւ անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում 23 հայ գերիներին։ Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ն ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
Բաքվում 3 ադրբեջանցի է ձերբակալվել օտարերկրյա դեսպանատներից մեկի վրա ահաբեկչական փորձ կազմակերպելու կասկածանքով, հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Ահաբեկչությունը ծրագրվել է կրոնական թշնամանքով պայմանավորված։ Պետական անվտանգության ծառայությունը սակայն չի նշել, թե որ երկրի դեսպանության մասին է խոսքը։ Գերատեսչության ձեռքի տակ են հայտնվել ենթադրյալ ահաբեկիչների նամակագրությունները, խոսակցությունների ձայնագրությունները եւ այլ մանրամասներ։ Կասկածյալները անձավոր կապի մեջ են եղել ահաբեկչական Վիլայաթ Խորասան խմբավորման հետ, որն իսլամական պետություն միջազգային ահաբեկչական կազմակերպության մաս է։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել քաղաք մտած հզոր ցիկլոնի պատճառով, տեղումների աննախադեպ քանակի եւ ցածր տեսանելիության պատճառով Շերեմետևո, Դոմոդեդովո եւ Վնուկովո թանավակայաններում արդեն հետաձգվել չեղարկվել է ավելի քան 70 չվերթ։ Ձյան ծածկույթը հասել է մինչև 50 սանտիմետրի, ինչը վերջին տասնամյակների համար ռեկորդային ցուցանիշ է։ Scheduled calls at this point in time. However, the president remains deeply involved and of course Թրամփը չի հրաժարվում խաղաղության գործընթացից։ Վաշինգտոնի խոսնակը հայտարարել է, որ պատմական բանակցությունների հաջորդ փուլից առաջ Ռուսաստան-Ուկրաինա հեռախոսազրույցներ չեն նախատեսվում։ Սպիտակ տունը հերքել է, թե ԱՄՆ-ն Ուկրաինային պարտադրում է տարածքային զիջումների գնալ։ Ըստ ամերիկյան մամուլի Դոնալդ Թրամփի վարչակազմն ակնարկել է ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ կտրամադրի միայն այն բանից հետո, երբ Կիևը համաձայնի խաղաղության համաձայնագրին, որը հավանաբար կստիպի զիջել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին։ С министром обороны Украины. Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ անվտանգության երաշխիքներ տալու համաձայնագիրն արդեն պատրաստ է եւ Կիևը սպասում է տեղին եւ ժամին։ Չնայած այս ամենին, Ռուսաստանը շարունակում է ինտենսիվ հարվածել Ուկրաինային։ Անօթաչուների հարվածի հետևանքով Օդեսայում բնակելի շենքեր են վնասվել, կամ մոտ 20 տուժած։ Եվրամիության ներկայացուցիչներն իրենց հայտարարությունները հիմնում են ստի վրա։ Նրանք ատում են, երբ սուտը բռնվում է եւ սիրում են հերքել ամեն ինչ։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի ելույթը Դավոսում։ Ստուբը դրական է պատասխանել այն հարցին, թե կարող է Եվրոպան իրեն պաշտպանել առանց ԱՄՆ-ի։ Այնուհետև մի քանի րոպե անց լրագրողը մեջբերել է ֆին առաջնորդի խոսքերը, որոնք Ստուբը հերքել է եւ ներկաները ծիծաղել են։ A múlt héten ukrán politikai vezetők Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Ուկրաինային եւ նախագահ Վլադիմիր Զելենսկուն մեղադրել է երկրի ներքաղաքական ընտրական գործընթացներին միջամտելու համար։ szervezeteink kiértékelték ezt a legújabb Անցած շաբաթ ուկրաինացի քաղաքական առաջնորդները եւ նույնիսկ անձամբ նախագահը խիստ վիրավորական եւ սպառնալից ուղերձներ են հնչեցրել Հունգարիայի եւ հունգարական կառավարության մասին։ Մեր ազգային անվտանգության մարմինները պարզել են, որ այդ իրադարձություններն ուկրաինական համակարգված միջոցառումների շղթայի մի մասն են, որոնց նպատակը Հունգարիայի ընտրություններին միջամտելն է։ Հայտարարել է Օրբանը չհստակեցնելով, թե կոնկրետ որ հայտարարությունների մասին է խոսքը։ Օրբանը հրահանգել է արտգործնախարար Պետեր Սիարտոին կանչել Ուկրաինայի դեսպանին արտահայտությունների պարզաբանման համար։ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի իր ելույթի ժամանակ Զելենսկին ակնարկել էր յուրաքանչյուր Վիկտոր, ով ապրում է եվրոպական փողերի հաշվին, միաժամանակ փորձելով վաճառել եվրոպական շահերը, արժանի է հարվածի։ The Iranians have called him many times. They want to talk, he says. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է բանակցություններ սկսել եւ նոր համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ։ Թրամփի խոսքով իրավիճակը փոփոխական է, քանի որ իրանական կողմն այս ընթացքում բազմիցս փորձել է կապ հաստատել Սպիտակ տան ներկայացուցիչների հետ։ President Trump warned Iran to stop its deadly assault on anti-government. Միևնույն ժամանակ ամերիկյան հեռուստաեթերում չեն դադարում քննարկումները Իրանին հարվածելու
ստեղծելու հնարավոր սցենարների մասին։ Aircraft carrier USS Lincoln has just Այս ֆոնին ԱՄՆ-ն աննախադեպ մեծացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Աբրահամ Լինքոլն ավիակիրը եւ 3 էսկադրային ականակիրներ արդեն ճանապարհին են։ Թրամփը պարզեցել է, որ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան նավատորմը իր հզորությամբ գերազանցում է նույնիսկ Վենեսուելայի ափերի մոտ գտնվող ուժերին։ Իրանի իշխանությունները ամերիկյան նավատորմի տեղաշարժն անվանել են սադրանք եւ ասել, որ ամերիկյան նավերն իրենց համար հասանելի թիրախներ են։ What should he demand of the Iranians to not get attacked? ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Իրանին ծրագրային ռազմավարական հարվածներ հասցնելու մասին է խոսել։ Ըստ նրա, այդ հարվածները կթույլատնեն Հեղափոխության պահապանների կորպուսի եւ Իրանի միջուկային ծրագրերի կարողությունները։ Բոլթոնի կարծիքով, ուժի կիրառման դեպքում Իրանի իշխանության ներսում կսկսվեն դավաճանություններ եւ կբարձրանա ընդդիմության ոգին։ 20 տարի բանակցելուց հետո Հնդկաստանն ու Եվրամիությունը կնքել են ազատ առևտրի շրջանակային համաձայնագիր, որը համաշխարհային տնտեսության համար շրջադարձային նշանակություն կունենա, պնդում են վերլուծաբանները։ हमने स्ट्रेटेजिक टेक्नोलॉजी से लेकर Ստորագրված փաստաթղթով Նյու Դելին կվերացնի տարեկան մինչև 4 միլիարդ եվրոյի հասնող մաքսատուրքերը եվրոպական արտադրանքի համար։ Սա հնարավորություն կտա մոտ ապագայում կրկնապատկել Եվրամիությունից Հնդկաստան արտահանումները։ Այս գործարքը կնվազեցնի նաև տնտեսական կախվածությունը Չինաստանից։ Փորձագետների կարծիքով համաձայնագիրը ոչ միայն տնտեսական օգուտներ կբերի, այլև կամրապնդի աշխարհաքաղաքական կապերը Բրյուսելի եւ Նյու Դելիի միջև։ Սիցիլիայում տեղի ունեցած սողանքի կադրերն են։ Աղետի պատճառով Միսկեմի քաղաքն ամբողջությամբ տարհանվել է, հարյուրավոր տներ փլուզվել են։ Իշխանությունը դեռևս վիրավորների եւ զոհերի մասին հստակ տեղեկություն չի հայտնել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նմանակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը վերջերս ներկայանում է արևային ակնոցով։ Բրիտանացի ղեկավարն իր խոսքը սկսել է ֆրանսերեն։